Բարի լույս բոլորին, սիրելիներս, նորից մենք ճանապարհին ենք, նորից վլոգս ճանապարհից եմ սկսում։ Այս անգամ մեր ուղղությունը դեպի Ֆյորն կղզին է, բայց մինչ կղզի հասնելը պետք է հասնենք նավահանգիստ։ Նավահանգիստը գտնվում է Դագեբյուլ քաղաքում, մեր քաղաքից մոտ 1 ժամվա ճանապարհ է։ Հիմա մեքենայով կհասնենք Դագեբյուլ, այնտեղից արդեն նավով կտեղափոխվենք կղզի։ Հիմա ասեմ, թե ինչի համար ենք գնում կղզի։ Սիրելիներս, այսօր իմ ծննդյան օրն է, ես դարձա չեմ ասի ինչքան դարձա, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, թե ես այսօր քանի տարեկան դարձա։ Իրականում իմ գոլեգաները չեն հավատում, որ ես այդքան եմ, ինձ մի 5-6 տարի իմ տարիքից փոքր են տալիս։ Ինչևէ, սիրելիներս, այսօր այդ առիթով ենք գնում կղզի։ Իրականում ես ուզում էի այս օրը մեծ շոկով նշեի, բայց քանի որ ինքը աշխատանքային օր է, բացի այդ էլ հյուրերս մեզանից բավականին հեռու են ապրում, մենք միայն հանդիպում ենք արձակուրդից արձակուրդ, դրա համար այս տարի էլ մենք իմ ծննդյան օրը կնշենք ընտանիքով։ Ինչևէ, սիրելիներս, մենք հիմա հասել ենք Դագեբյուլ քաղաք, հիմա այստեղից մեզ այն ավտոբուսով կտեղափոխեն նավահանգիստ, այնտեղ արդեն մենք կտեղափոխվենք նավի վրա եւ կուղևորվենք դեպի կղզի։ Ահա արդեն նավահանգստում ենք, ցուցանակի վրա ցույց է տալիս, թե որ ժամին որ նավն է գնում, որ կղզին, այստեղ Զուլտն էր, որը կղզի է մեծ մեր մոտ, մենք միասին ունենք նաև վլոգ այնտեղ ամրումներ, իսկ մենք գնում ենք Ֆյորն, ահա արդեն մուտքը բացվեց, հիմա անցնենք նավի վրա։ Նշեմ, նավը նաև մեքենաներ է տեղափոխում, կարող են մարդիկ իրենց մեքենաներով էլ տեղափոխվել տվյալ կղզին։ По зеленой глади моря, под одними океана, корабли, капитаны, покорив простор широт, мира даль деля на мили, жизни даль деля на вахты, держат курс согласно фракту в порт, в порт. Море, море, мир бездонный, пенный шелест волн прибрежных. Над тобой встают, как зори, над тобой встают, как зори нашей юности надежды. Моряку даны с рождения две любви, земля и море. Он без них прожить не может, и несчастлив он и год. Две любви к земле и морю, в нем живут неразделимо, а граница между ними порт, порт. Море, море. Սա էլ նավի զուգարանն է, եկել ենք այստեղ ես ու Գանչիկը մեր մազերն ենք ուղում, քանի որ վերևը քամի է, ամբողջ մազերը մեր գզգզվել էր քամուց, դրա համար եկել ենք այստեղ եւ մեր մազերն են կարգի բերում, ես էլ ձեռքի հետ նկարում եմ։ Արդեն նավը շարժվեց, ես այստեղ ուզում եմ երաժշտության ձայնը բարձրացնեմ, որպեսզի կարողանա գեղեցիկ վայելել այս ծովի տեսարանը։ Այս պահին շատ ուժեղ քամի է, իսկ քամու ձայնը խանգարում է միկրոֆոնին, շատ ուժեղ խշխշոց է լսվելու, դրա համար ձայնը կտրում եմ եւ այստեղ գեղեցիկ երաժշտություն դնեմ։ Նայեք, ուզում եմ ցույց տամ, որ մեքենաները ինչպես են շարվել նավի առաջի հարկում, այսպես ամբողջ ծայրից մեքենաները շարված են, սրա մասին էի խոսում, որ ասում էի նավը նաեւ մեքենաներ է տեղափոխում։ По зеленой глади моря, под одними океана, корабли, капитаны, покорив простор широт, мира даль деля на мили, жизни даль деля на вахты, держат курс согласно фракту в порт, в порт. Море, море, мир бездонный, пенный шелест волн прибрежных. Над тобой встают, как зори, над тобой встают, как зори нашей юности надежды. Моряку даны с рождения две любви, земля и море. Он без них прожить не может, и несчастлив он и год. Две
любви к земле и морю. В нем живут неразделимо, а граница между ними пот. Море, море, мир бездонный, пенный шелест волн прибрежных. Над тобой встают, как зори, над тобой встают, как зори нашей юности, надежды. Море, море, мир бездонный. Ահա սիրելիներս, մենք արդեն կղզում ենք, նավից իջել ենք, հիմա գնում ենք կղզին ուսումնասիրելու։ Ես այստեղ շատ բան չունեմ մեկնաբանելու, քանի որ իմ համար ամեն բան նորություն է։ Ինչ որ հետաքրքիր մի բան որ լինի, նորից կմիանամ ձեզ եւ կմեկնաբանեմ։ Սիրելիներս, կղզու կենտրոնում գտնվում էր այսպիսի մի հողմաղա, որի դիմաց շատ մարդիկ էին կանգնած, մոտեցա, հարցրեցի հերթի վերջը ով է, հետո ես կանգնեցի ու ինձ էլ էր հետաքրքիր, թե ներս ինչ է կատարվում, այդ հողմաղած կառուցող մարդը խումբ առ խումբ կանչում էր ներս եւ մանրամասը բացատրում էր ամեն բան, քանի որ ինքն էր այդտեղի գիդը։ Պատմում էր, թե ինչպես է իր մոտ միտք առաջացել, որպեսզի կառուցեր այս հողմաղացը։ Իրականում առաջին հարկը իր տունն է եղել, իր բնակարանն է եղել, ինքը այդտեղ է ապրել, իսկ վերևի հարկը ես չհասցրեցի տեսնել ու իմանալ ինչի մասին է, քանի որ մերոնք դրսում ինձ էին սպասում, չուզեցի շատ սպասեցնել, միայն առաջին հարկը ուսումնասիրեցի եւ դուրս եկա։ Այստեղից հետո էլ գնում ենք մի շատ գեղեցիկ այգի։
Արդեն բավականին ժամանակ զբոսնելուց հետո քաղցած ենք, եկել ենք հատուկ այս ռեստորանը պիցա ուտելու, քանի որ մեր գործընկերներից մեկը այստեղ եղել էր ու ասեց, որ այստեղ շատ համեղ պիցա են պատրաստում։ Մենք էլ իր խորհուրդը լսելով եկել ենք հենց այստեղ պիցա ուտելու, համ էլ վայելում ենք Հյուսիսային ծովը։ Պիցան ուտելուց հետո որոշեցինք գնալ պաղպաղակ ուտելու, այստեղ ամեն մեկս մեր նախընտրած պաղպաղակը վերցրեցինք եւ ոտքով քայլում ենք դեպի ծովի ափ։ Եկել ենք արդեն ծովի մոտ, այստեղ բարձրության վրա են բարձրացել, մերոն գնացել են այստեղ, մերոն թե չէ, այստեղ են իրանք, հիմա ես եմ գնում իրանց միանը, հեռախոսիս զարյատկան նստելը էլ չեմ կարող նկարել, մի քիչ էլ մնա, որ հետադարձ նավի վրա նկարեմ, սպասենք մինչև մեր նավի ժամը գա, որ վերադառնանք արդեն դեպի տուն, հետո տնից կմիանամ, հեռախոսս կտանեմ կնեմ զարյատկի, որ կարողանամ տնից եւս միանալ։ Դե ինձ սիրելիներս կհանդիպենք արդեն նավի վրա։ Ահա արդեն մեր վերադառնալու ժամն է, եւ ես տեսնում եմ, որ նավը մոտեցել է արդեն նավահանգստին։ Դե ինձ սիրելիներս կհանդիպենք արդեն նավի վրա։ Բայց արդեն հասնում ենք դեպի քաղաք, ու հիմա արդեն այստեղ երևում է քաղաքը արդեն։ Ու արդեն նստում ենք մեքենաները ու դեպի տուն։ Հերսել, ֆյոն, կասիներ։ Արդեն եկել եմ նավի ներսը, քանի որ դրսում բավականին ցուրտ էր, հարմար տեղավորվել եմ, որպեսզի մի փոքր քնենք, մինչև հասնենք քաղաք, այստեղ կանչիկ արդեն քնած է, իրեն հարմար տեղավորվել ու քնել է։ Ես էլ հեսա հեռախոսս կանջատեմ, մի փոքր էլ ես կքնեմ, մինչև կհասնենք քաղաք։ Դե ինձ սիրելիներս, այստեղ ձեզ ասում եմ առայժմ կմիանանք քիչ անց արդեն մեր տանից։ Ահա արդեն մենք տանն ենք, ամուսինս ու երեխաներս նվերներ են պատրաստել ինձ, այստեղ իմ համար տորթ են գնել, բայց այնպիսի տորթ են գնել, ինչ իրենք են սիրում, այստեղ փչում եմ տորթի մոմերը եւ հետո գնում բացելու նվերները։ Դե ինձ սիրելիներս, եկեք գնանք միասին բացենք նվերները, քանի որ ես ձեզանից գաղտնիքներ չունեմ։ Ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ եմ ստացել։ Իրականում ամուսնուս գնած նվերները ես տեղյակ եմ, մենք միասին ենք ընտրել, քանի որ դրանք այնպիսի նվերներ էին, որ անակնկալի տեսքով չէին կարող լինել։ Թող լինի, թող այսօր լինի շնորհավոր, քո ծնունդն է սորա, այս ինչ հավես սորա, թող քո սիրտը երազի պես օրորի, երջանկության մեջ գորի, քո ծնունդն է սորա, այս ինչ հավես սորա, թող քեզ բախտը օրորի, լուսավորի, թող ժպիտը քո չմարի, Johnny
կեքորանք բարձր Քո ծննդյան տարեդարձը Թող լինի, թող այսօր լինի շնորհավոր Քո ծնունդն է սորա Էս ինչ հավես օրա Թող քո սիրտը երազի պես օրորի Երջանկության մեջ գորի Քո ծնունդն է սորա Էս ինչ հավես օրա Թող քեզ բախտը օրորի Լուսավորի թող ժպիտը քո չմ Սիրելիներս, այստեղ մեզ մոտ օր ա փոխվել, ես աշխատանքի եմ գնացել, իրականում 3 աշխատանքի չէի գնացել, իսկ իմ գոլեգաները այսօր գիտեին, որ գնալու եմ, զարդարել են իմ սեղանը, մոմ են վառել, այսպես գեղեցիկ տրամադրություն են ստեղծել, որպեսզի ես գամ եւ ուրախանամ, եկան, շնորհավորեցին, դե ես էլ իրենց համար խմորեղեն էի պատրաստել։ Դե ինձ սիրելիներս այսօր էլ այսքանը, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութով։